Եթե դու ուզում ես սովորել տուրնիկ անել, նեգատիվներ անելը լավ միտք չի։ Նեգատիվը կամ իցենտրիկը վարժության N ֆազան է, երբ մկանները դիմադրության ներքո երկարում են։ Իցենտրիկների ժամանակ ամեն ինդիվիդուալ մկանաթել կարողանում է մոտ 2 անգամ ավելի շատ կծկման ուժ առաջացնել համեմատած քոնցենտրիկների, որը N ֆազան է, երբ մկանները դիմադրության ներքո կարճանում են։ Սրա պատճառով նույն քաշով իցենտրիկի ժամանակ ակտիվ մկանաթելերի քանակը մոտ 2 անգամ ավելի ցածր է։ Այս շատ կարևոր պահ է, որովհետև որպեսի մկանային աճ տեղի ունենա, մեզ պետք է որ մեր ուղեղը ակտիվացնի այն ամենախոշոր մկանաթելերը, որոնք որ դեռ աճի պոտենցիալ ունեն։ Այսինքն, այս տեսանկյունից նեգատիվներ անելը տուրնիկի վրա էֆեկտիվ չի լինելու։ Բացի դրանից նեգատիվները կամ իցենտրիկները անչափ ավելի շատ muscle damage են առաջացնում համեմատած քոնցենտրիկների, ինչը նշանակում է, որ տուրնիկի վրա նեգատիվներ անելուց վերականգնվելը շատ ավելի երկար է տևում։ Այս տեսանկյունից դու չես կարողանալու նույն հաճախականությամբ նեգատիվներ անես, ինչ քոնցենտրիկներ, հենց որ քո պրոգրեսը շատ ավելի դանդաղ է լինելու։ Որոշ մարդիկ մտածում են նաև, որ տուրնիկի վրա նեգատիվներ անելը կարող օգնի, որ կոորդինացիայի ադապտացիաներ տեղի ունենան, որոնք կօգնեն, որ տուրնիկ անելը ավելի հեշտ ստացվի, բայց այս նույնպես տես չի աշխատում, որովհետև քոնցենտրիկ ու իցենտրիկ շարժումների ժամանակ տարբեր motor program-ներ են օգտագործվում։ Եթե դու ուզում ես հնարավորինս արագ սովորել տուրնիկ անել, քո համար շատ ավելի լավ է ուղղակի ընտրել ինչ-որ ստաբիլ ու քոնցենտրիկ վարժություն, որը հնարավորություն է տալիս տուրնիկում ներառված մկանները մաքսիմալ զարգացնել։ Այս կանան լինեն LED pull-down-ներ կամ assisted pull-up-ներ, քանի որ սրանք գրեթե նույն շարժումն են, ու ստեղ դու կարաս ժամանակի ընթացքում դիմադրությունը կամաց ծանրացնես։ Նաև մի ձեռքով pull-down-ներ անելը կարող է լավ տարբերակ լինի, քանի որ այս հնարավորություն է տալիս ավելի բարձր ակտիվացիայի մակարդակի հասնել աշխատող մկաններում։